Խումջան բարի լույս, ոնց եք, հուսով եմ լավ եք, տեսեք այսօր սեպտեմբերի 25-ն է և բիտքոյնը մի փոքր բարձրացավ, բայց ոնց բարձրացավ, տենց իջավ, նաև նայում էի այն սիգնալը hey, որ ժամանակին տվել էի, 0.39 ստոպն է եղել, որը որ փաստացի չի հասել ոչ մի դեպքում, 37.22 և 36.46 երկու take profit-ներն էլ փաստացի հասել է ու կպել է, ես ուղղակի որոշեցի, որ այս զոնաներում ներքևները փակեմ, բայց արի ու տես, որ կարայինք և չփակեինք։ Համենայն դեպս ես հաշվի եմ առնում, որ այս հսկայական վաճառքային դժոխքային մոմերը կարային խնդիր առաջացնեին, դրա համար եթե փակել եք, I feel you, I understand you, հասկանում եմ, թե ինչի համար է դա տեղի ունեցել, ես ինքս փակել եմ։ Եկեք սենց մի փոքր մաքրենք, որ հասկանանք ինչ է սպասվում մեզ բիտքոին և այլն։ Հիշում ենք այս զոնայի մասին, որ խոսում էինք, չէ, հիշում ենք, որ կամ այս զոնայից վերև, կամ այս զոնայից ներքև, մենք այս զոնայում ենք գտնվում, այս զոնան, այն զոնան էր, որը որ փաստացի ժամանոց order block ունեինք, եկավ բարձրացավ, սեսիաները կարանք դիտարկենք, նայենք ու մի փոքր անալիզ իրար հետ անենք, հասկանանք, թե ինչ է կատարվել, ինչի համար է կատարվել, ու տենց լիքը հետաքրքիր բաներ։ Տեսեք, եկեք մի հատ իրար հետ անալիզ անենք, կակրաս մի քիչ պրակտիկա կլինի մեր վերջի դասի հետ կապված։ Ինչ ունենք։ Ունենք Ասիա, Եվրոպա, Նյու Յորք, ճիշտ է։ Այսինքն, երբ որ Ասիան ցենց է, մենք ունենք իր վերևի մասը, ունենք ներքևի մասը, ճիշտ է։ Եկեք սենց գծենք, որպեսզի հստակ լինի։ Այսենց, այս էլ սենց։ Ինչ է տեղի ունենում Ասիան, սա այսօր 5 շաբթի ենք, բայց 3 շաբթի օրվանից եկեք մի հատ անալիզ անենք։ Իրա վերև ներքևներ, ասիական սեսիայի, որը որ եկավ մաքրեց, okay, հետո նախորդ օրվանը այստեղ է, որը որ հաջորդ օրը ինքը չեկավ, զոնան մաքրեց, փոխարենը գնաց այստեղ, տակը մաքրեց, բարձրացանք, իջանք, ի վերջո այս զոնան, որտեղ որ այս զոնան էր, ինչ եղավ նորից ասիական շուկան, եկավ մաքրեց, եկավ պոչով մաքրեց, հետո գիշերը եկավ ոչ թե մաքրեց, այլ սրբեց, հետո ինչ ունեինք, ունեինք մեր նախորդ օրվա բարձր ու ցածր կետը, ճիշտ է, այստեղ, որ ինչ տեղի ունեցավ, որ ակնկալվում էր պրինցիպի, որ դե գիշերը այս զոնան մաքրեց, արդեն էլ բան չունենք, ստեղ դիման զոնա ունենք, ինքը պետքա բարձրանար վերև ինչ աներ, նվաճեր ուրիշ զոնաներ, եկեք այսի սենց նկարենք, նաև նկարենք այսա, որ ասիական սեսիան է եղել ու ասիական սեսիան, այն պահին, երբ որ բացվավ Եվրոպան մտավ, այս պոչիկով կուլ տվեց, իջավ մի փոքր ներքև, բարձրացավ մանիպուլացիան Ասիայի վրա տեղի ունեցավ ու ի վերջո, երբ որ արդեն ժամը 4-ն ընկած հատվածում, մենք գնացինք որսի նախորդ օրվա բարձր կետին, որտեղ որ բավականին լիկվիդայնություն կար, լիկվիդայնությունը հասկանում ենք, որ ստոպներն են, ճիշտ է, այստեղ նույնպես, սա էլ արդեն Լոնդոնն էր, բայց մեզ չի հետաքրքրում, այսինքն ինչ տեղի ունեցավ, եկավ, եթե մտածում էինք վերև թե ներքև, ի վերջո ներքև ու այստեղ, այս զոնան ինքը եկավ, stop hunting արեց, New York սեսիա,
Եվրոպայի հետ միասին։ Երբ որ սա տեղի է ունեցել, արդեն մաքրել են, դեպաբար կարող ենք դիտարկել հետևյալը այստեղ է իմպուլսը տեղի ունեցել, չէ՞։ Սենց որ կլոնավորենք, կհասկանանք, որ այն բան, որ ստեղ մտել է, ինքը նույն շարժը այստեղից այստեղ նույնպես տեղի է ունեցել։ Հետևաբար իր տրամաբանությունը, որ պետք է շարունակի դեպի ներքև, շատ ավելի մեծ է։ Այստեղ եկեք դիտարկենք նույնպես, որ ժամանոցով է, բայց անկախ ամեն ինչից ունենք change of character փոքր գրաֆիկական պատկերում internal structure-ի տեսանկյունից, եւ եթե այս ներքևը մաքրած է, այս վերևը նույնպես մաքրած է, այս վերևը մի փոքր ունենք supply zone, որտեղ որ ավելի շատ order block-ի նման քան supply zone-ի, ու հավանականությունը թե ինչքան է, որ ինքը կիջնի կամ կբարձրանա, իմ կարծիքով ինքը արդեն իր սև գործը արել է, ու միակ տրամաբանությունը, որ կարամ ես դիտարկեմ այն է, որ okay, stop hunting-ը արել ենք, լավ ենք արել։ Եկեք այդ դեպքում հասկանանք մեր հաջորդ քայլը որն է։ Մեր հաջորդ քայլը ըստ տրամաբանության այն է, որ կարող ենք 4 ժամանոց գրաֆիկան վերցնել, order block-ը 4 ժամանոցի նկարել, հետո եկեք նույնպես այս երկրորդ order block-ը վերցնենք, այսենց նկարենք, բայց այսենց կլինի, ու այս պարագայում մենք ինչ ունենք, մենք չնայած order block-ը այդքան մաքուր order block չի ժամանոցով, բայց 4 ժամանոցով շատ իդեալական fair value gap ունենք։ Այսինքն, եթե որևէ կերպ մենք դիտարկենք այսօրվա շուկան ինչ կարա լինի, ապա ես կարծում եմ այս տրամաբանությունը պետք է լինի, որտեղ այստեղ շատ մեծ վաճառքային ճնշում ունենք 4 ժամանոցով նամանավանդ, ու retracement կարա լինի, միանշանակ կարա լինի, retracement կարա լինի, բայց գիտեք խնդիրը որն է, տեսեք Տոկիոյի, այսինքն Ասիայի սեսիան սկսել է այս ամենավերևի կետից, ու համար մի քիչ տարօրինակ կլինի, որ գա այսքան ջարդի վերև, բայց ջարդի վերև չէ, բարձրանա ու այս զոնաները մաքրի, բայց փոխարենը միակ ուրիշ տարբերակն է, որ Եվրոպան արթնանա, կամ եթե սենց չի անելու, մի անգամից ներքև է իջնելու։ Կարող է տարբերակը նույնպես լինի, որը որ չեմ բացառում։ Համենայն դեպս այսօրվա շուկան միանշանակ ես տեսնում եմ ներքև իջնող զուտ տեխնիկական տեսանկյունից։ Ֆունդամենտալ տեսանկյունից եկեք տեսնենք ինչ ունենք։ Ժամը 4:30 ունենք final GDP, որը որ փաստացի բան չի սպասվում, եւ ունենք unemployment claims, գործազրկության քանակը ինչքան է սպասվում, 2000-ի տարբերությունը մեծ դեր չունի, բացարձակ մեծ դեր չունի, հենց որ այսօրվա տեսանկյունից կարծում եմ մենք ավելի շատ դեպի ներքև ենք դիտարկելու։ Եվս մի բան էլ կցանկանայի ձեզ ասեի, որ այստեղ ֆեդերալնի ռեզերվը պոտենցիալ ռիսկ կա, որ երկրորդ ալիքը գա ինֆլյացիայի։ Հիմքը պարզ է, որ Դոնալդ Թրամփի տարիֆների հետ կապված է խնդիրը, եւ ի վերջո սա կարա լուրջ խնդիր հանդիսանա, այստեղ նորություններ կա, որ Ֆեդերալի ռեզերվի պրեզիդենտ Մարի Դարլին երեկ ասել է, որ ինքը ուզում է, որպեսզի եւս իջեցնեն տոկոսադրույքը վերաֆինանսավորման, ու այստեղ նույնպես այս կինն է, ու ասում է, որ դժվարանում եմ ասեմ կոնկրետ երբ է ուրեմն Ֆեդերալի ռեզերվը իջացնելու եւս 0.25-ով, ոնց հասկանում եմ, ու ընդհանուր, sense որ գլոբալ նայում ենք շուկան, հասկանում ենք, որ բավականին տրամաբանական է, որ մենք կարանք
էլի ինֆլյացիայի խնդիր ունենանք, ու եթե ինֆլյացիայի խնդիր ունենանք, ապա շուկաները նույնպես իջնելու են, ընկնելու են։ Եկեք մի քիչ էլ սենց անենք, հասկանանք ինչ նորություններ ունենք այս մոտակա օրերս։ Այս մոտակա օրերս դեռևս ինֆլյացիայի տենց բան չունենք, բացի CPI ինդեքսը, որը որ սա կարա մի փոքր հուշի ինֆլյացիայի հետ կապված, հիմնականում այն ապրանքատեսակն է, որը որ բացի սննդից եւ էներգիայից մնացած ամեն ինչն է ու սպասվում է իջեցում, բայց կախված թե ինչ կլինի, կարող է մի փոքր ուշի ինֆլյացիայի խնդիր կա, թե չկա։ Դեռևս դա վաղն է սպասվում մեզ մոտ, մնացածը արդեն կհասկանանք։ Այսքանն էր այսօրվա համար, չնայած այսքանը չէր, եկեք դիտարկենք, թե ինչ սպասելիքներ ունենք լիկվիդայնության տեսանկյունից, որովհետև կարևոր է, որ ասեմ տենց միանշանակ ինչ-որ մի բան երևում է, կխաբեմ, ոնց որ շուկան բավականին հանգստացած լինի, որտեվ տեսեք այս զոնաները, այս բոլոր զոնաները մաքրվել է ու տենց առանձնապես բան ցույց չի տալիս։ 3 ամսով գնանք նայենք, 3 ամսով էլ արդեն ստեղ 90,000 ենք իջնում ու 90,000 դժվար թե մենք երբևէ իջնենք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսքանն էր այսօրվա վերլուծությունը։ Կարծում եմ, որ ի վերջո բիտքոյնը իջնելու է, ուղղակի պետքա հասկանանք, թե որ զոնաներից է իջնելու ու որ զոնամ կարա լավ զոնա լինի, որ պահի։ Լավ զոնան կարա լինի 109,500 դոլար, որտեղ որ շատ մեծ ճնշում է եղել, որից հետո բարձրացել է։ Չի բացառվում, որ այս զոնան կմաքրի, այսքան հատվածը 110 եւ այլն, հետո իջնի այս ներքևը արդեն որպեսզի շարունակի դեպի վերև բարձրանալը։ Ձեզ լավ օր եմ մաղթում, կապի մեջ ենք, հաջողություն։